Բարև ձեզ, օրվա իրադարձությունների տեղեկատվությամբ եթերում հորիզոնն է, մայիսի 13-ն է, չորեքշաբթի։ Թուրքիան Հայաստանի հետ ուղիղ առևտուր է սկսելու։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Թուրքական կողմի հայտարարության արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ողջունում ենք Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի եւ գործարաշրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու, խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից։ Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականon հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով, ասվում է հայտարարության տեքստում։ Ներքին գործերի նախարար մանրամասները ներկայացրել Հայաստանի Եվրամիություն վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ այս ուղղությամբ արձանագրվում է պատմական առաջընթաց։ Մենք միակ պետությունն ենք աշխարհում, ում հետ Եվրոպական միությունը ակտիվ երկխոսում է վիզաների ազատականացման հարցով։ Գիտեմ, թե որքան մեծ է հանրային սպասումը վիզաների ազատականացման գործընթացի շուրջ, ուստի բաց, թափանցիկ եւ պատասխանատու կերպով ձեզ հետ կիսվում ենք յուրաքանչյուր զարգացման։ Մենք արձանագրում ենք իսկապես պատմական առաջընթաց։ Մեր ջանքերի կարևոր արդյունքը եղավ այն, որ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին պաշտոնապես մեկնարկեց Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը։ Դրանից հետո Հայաստանը ռեկորդային սեղմ ժամկետում եւ բարձր վստահության պայմաններում ստացավ գործողությունների ծրագիրը։ Իսկ արդեն 2026 թվականի մայիսին, օրեր առաջ, եվրոպացի գործընկերները ներկայացրին առաջին առաջընթացի զեկույցը։ Մի շարք ուղղություններով Հայաստանը գրանցել է առաջանցիկ տեմպեր, այսինքն արել ենք ավելին, քան նույնիսկ ակնկալվում էր այս փուլում։ Այս մասին են նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել հայաստանյան ջանքերը, վստահություն հայտնելով, որ հասնելու ենք մեր նպատակին։ Սիրելի քաղաքացիներ, սա մեզ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համար նոր հնարավորությունների, ավելի սերտ կապերի եւ Եվրոպային ավելի մոտ լինելու մասին է։ Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող վստահեցնում եմ, որ շարունակելու ենք հետևողական աշխատանքը հստակ քայլերով առաջ շարժվելով դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի եւ արժանապատիվ ճամփորդության նպատակը։ Արդեն 6-րդ օրն է քաղաքական ուժերը շարունակում են իրենց նախընտրական քարոզարշավը։ Հիշեցնենք, որ ընտրությունները մեր երկրում տեղի են ունենալու հունիսի 7-ին։ Մեր հաջորդ տեսանյութը նորանկող Հայաստանի բոլոր գումարումների ազգային ժողովների մասին է։ Արտակ Հովհաննիսյանն առաջարկում է միասին վերհիշել Հայաստանի 3-րդ հանրապետության խորհրդարանի պատմությունը։ Ինչեր ասես, որ չեն տեսել մեր խորհրդարանն ու խորհրդարանականները 36 տարիների ընթացքում։ Արյունոտ ոճիր, հաշվեհարդար ու ձեռնամարտ, փոխադարձ սպառնալիքներ, վիրավորանքներ, հայոյանքներ։ Խորհրդարանում ու խորհրդարանական տեղերի համար պայքարում իհարկե չպետք է տեղ լինի բռնությանն ու կոպիտ գռեհիկ խոսքին։ Չնայած այս ամենին, իսկական օրենսդիրները իրենց գործը կատարել են պատշաճ։ Շուրջ 9000 որոշում, 7000-ից ավելի օրենք ու 1500 միջազգային պայմանագիր։ Սրանք հենց այնպես թվեր չեն, նորանկախ Հայաստանի խորհրդարանի աշխատանքների կոնկրետ արդյունքն ու վիճակագրությունն է։ Եկեք վերհիշենք Հայաստանի 3-րդ հանրապետության ազգային ժողովների համառոտ պատմությունը։ 1990 թվականին, երբ Հայաստանը անկախացման շեմին էր, ձևավորվեց առաջին գումարման գերագույն խորհուրդը։ Մեծամասնական ընտրակարգով ընտրվեցին 260 падգամավորներ։ Խորհրդարանում երկու քաղաքական ուժեր՝ կոմունիստական կուսակցությունը եւ Հայոց համազգային շարժումը։ Հետագայում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ խմբակցությունները։ Օգոստոսի 4-ին Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, որը մեկ ամիս անց հռչակվեց անկախ պետություն։ Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները, նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Գերագույն խորհրդից հետո առաջին գումարման ազգային ժողովը ընտրվեց 1995-ի հուլիսի 5-ին։ 150 մեծամասնական, 40 համամասնական ընտրակարգով падգամավորներ ընտրվեցին։
Անցողիկ շեմը 5% էր եւ այն հաղթահարեց 5 կուսակցություն։ Հանրապետություն միավորումը ունեցավ 50%, Շամիրամը 20, ՀԿԿ-ն 15, ԿԺՄ-ն ու ԱԵՄ-ը 7.5%։ Ձևավորվեց նաև երկրապահ պատգամավորական խումբը։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը 1998-ի փետրվարի սկզբին Հայաստանում սկսվեց իշխանական ճգնաժամ, նախագահը, ապա ազգային ժողովի ղեկավարությունը հրաժարական տվեցին։ Ազգային ժողովի նոր նախագահ ընտրվեց Խոսրով Հարությունյանը, երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Առաջին գումարման ազգային ժողովը աշխատանքները ավարտեց 99-ի հունիսի 9-ին։ Երկրորդ գումարման ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 1999-ի մայիսի 30-ին, 131 падգամավորից 75 ընտրվեց մեծամասնական, 56 համամասնական ընտրակարգով։ Շեմը հաղթահարեցին 6 կուսակցություն եւ դաշինք։ Միասնություն դաշինք 42% ստացավ, Կոմկուսը 12։ Ավելի քիչ ձայներով խորհրդարան անցան Իրավունք եւ Միաբանություն դաշինքը, Հույդան, Օրինաց երկիրը, ԱԺՄ-ն։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, այս խորհրդարանում տեղի ունեցավ Հայաստանի ամենաողբերգական պատմություններից մեկը։ Հոկտեմբերի 27-ը զոհվեցին ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ազգային ժողովի նախագահի տեղակալները, падգամավորներ, նախարար։ Ազգային ժողովի նոր նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը։ Երկրորդ գումարման ազգային ժողովը աշխատեց մինչև 2003-ի մայիսի 14-ը։ Երրորդ գումարման ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2003-ի մայիսի 25-ին, падգամավորական տեղերը 131 թիվ եւ համամասնությունը չէր փոխվել։ 75 համամասնական եւ 56 մեծամասնական։ Շեմը հաղթահարեց 6 կուսակցություն եւ դաշինք։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացավ 24%, Արդարություն դաշինքը 14։ Ավելի քիչ ձայներով անցան Օրինաց երկիրը, Հույդան, Ազգային միաբանությունը, Միավորված աշխատանքային կուսակցությունը։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը 2006-ի մայիսի 22-ին հրաժարական տվեց, նրան փոխարինեց Տիգրան Թորոսյանը։ Երրորդ գումարման ազգային ժողովի վերջին նիստը տեղի ունեցավ 2007-ի ապրիլի 9-ին։ Չորրորդ գումարման ազգային ժողովի ընտրություններում 131 падգամավորից արդեն 90-ը համամասնական, 41-ը մեծամասնական ընտրակարգով ընտրվեցին։ Այս ընտրությունները տեղի ունեցան 2007-ի մայիսի 12-ին։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը, 2008-ի սեպտեմբերի 29-ին նա հրաժարական տվեց, եկավ Հովիկ Աբրահամյանը։ Ստեղծվեց падգամավորական 5 խմբակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ուներ 64 մանդատ, Բարգավաճ Հայաստանը 25, Հույդան 16 падգամավոր, ավելի քիչ Օրինաց երկիրն ու Ժառանգությունը։ 2008-ի փետրվարին երկրի նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը, օրեր անց տեղի ունեցավ հաջորդ արյունոտ ոճիրը, մարտի 1-ը, Երևանի կենտրոնում սպանվեց 10 քաղաքացի։ Չորրորդ գումարման ազգային ժողովը աշխատանքները ավարտեց 2012-ի մայիսի 31-ին։ 5-րդ գումարման ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2012-ի մայիսի 6-ին, համամասնականի ու մեծամասնականի հարաբերակցությունը նույնն էր, ստեղծվեցին 6 խմբակցություններ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունը բացարձակ մեծամասնություններ արդեն ուներ 69 մանդատ, Բարգավաճ Հայաստանը 37, Հայ ազգային կոնգրես, Օրինաց երկիրը, Հույդան ու Ժառանգությունը 5-ից 7 մանդատ։ Ազգային ժողովի նախագահ նորից ընտրվեց Հովիկ Աբրահամյանը 2014-ի ապրիլի 13-ին, Աբրահամյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ, ազգային ժողովի նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը։ 6-րդ գումարման ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2017-ի ապրիլի 2-ին, Քարորյա պատերազմի տարելիցի օրը։ Մեծամասնական ընտրակարգ այլևս չկար, համամասնականով ընտրվեց 105 падգամավոր։ Ընտրություններին մասնակցեց չափած բնակչության 61%-ը, խորհրդարան անցավ քաղաքական 4 ուժ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նորից մեծամասնություն էր 58 մանդատով, Ծառուկյան դաշինքը ստացավ 31, Ելքը 9, Հույդան 7 մանդատ։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը, հիշեցնենք, որ այս ու նախորդ մի քանի ընտրություններում կարևոր դեր ուներ ընտրակաշառքը։ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 2-ին հանրապետության նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին, Սերժ Սարգսյանը ընտրվեց վարչապետ։ Իրադարձությունները այլ ընթացք ունեցան, սկսվեց Իմ քայլը շարժումը։ Հանրային մեծ ճնշման ներքո ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը ներկայացրեց հրաժարական։ Մայիսի 8-ին ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ, հոկտեմբերի 16-ին նա ներկայացրեց հրաժարական։ 6-րդ գումարման ազգային ժողովը գործեց 1.5 տարի եւ արձակվեց օրենքի ուժով, 2 անգամ վարչապետ չընտրելու պատճառով։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակվեցին ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։
Արտահերթ ընտրություններին մասնակցեցին 11 քաղաքական ուժեր, 9 կուսակցություն, 2 դաշինք եւ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.6%-ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որ նախորդ երկու խորհրդարաններում մեծամասնություն էր, այս անգամ նույնիսկ անցողիկ շեմը չհաղթահարեց։ Իմ քայլը դաշինքը ստացավ ձայների մոտ 70%-ը, սա ազգային ժողովի պատմության մեջ երբևէ արձանագրված ամենաբարձր տոկոսն էր։ Խորհրդարան անցան եւս 2 ուժեր։ Օրենքի ուժով այդ կուսակցությունների մանդատների թիվը ավելացավ, ընդհանուր պատգամավորների թիվը դարձավ 132, իմ քայլը դաշինքը ստացավ 88 մանդատ, Բարգավաճ Հայաստանը 26, Լուսավոր Հայաստանը 18։ Վարչապետ նշանակվեց խորհրդարանական մեծամասնության թեկնածուն Նիկոլ Փաշինյանը։ Այս ազգային ժողովը նախորդի նման եւս շուտ ավարտեց իր աշխատանքը 44 օրյա պատերազմից հետո ներքաղաքական իրավիճակը այնքան էր սրվել, որ նշանակվեցին նոր արտահերթ ընտրություններ։ 2021-ի հունիսին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքներով ձևավորվեց 8-րդ գումարման ազգային ժողովը։ Մասնակցեց ընտրություններին չափած բնակչության մոտ կեսը 49.3%-ը։ Ռեկորդային մեծ թվով 26 կուսակցություններ եւ դաշինքներ ներգրավեցին ընտրապայքարում, արդյունքում ռեկորդային փոքր թվով ընդամենը 3 քաղաքական ուժեր տեղ ունեցան խորհրդարանում։ Այն էլ մեկը, պատիվ ունեմը, չէր հաղթահարել անցողիկ շեմը եւ անցավ օրենքի ուժով։ Մեծամասնություն դարձյալ կազմեց իշխող ուժը, քաղաքացիական պայմանագիրը ստացավ 71, Հայաստան դաշինքը 29, պատիվ ունեմ դաշինքը 7 մանդատ։ Գործող ազգային ժողովի նախագահը Ալեն Սիմոնյանն է։ 8-րդ գումարման ազգային ժողովը կշարունակի աշխատանքը մինչև չձևավորվի նոր 9-րդ գումարման ազգային ժողովը։ Ինչպիսին կլինի 9-րդ գումարման ազգային ժողովը, դեպի ուր կընթանա Հայաստանը։ Սա մեր ընտրությամբ իշխանության եկող քաղաքական ուժերի որոշելիքն է։ Իսկ եթե մի քիչ էլ հումորով, ապա նոր խորհրդարանից էլ նոր ոչինչ սպասել պետք չէ։ Նորից փոքրամասնությունը խոսելու է, մեծամասնությունը քվեարկելու։ Հարցը միայն նրանում է, թե ինչպես կբաշխվեն տեղերն ու դերերը եւ ովքեր կլինեն դերակատարները՝ հին, ներկա, թե նոր։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Առաջիկա օրերին Հայաստան-իրանական հեղուկ գազ կմատակարարվի։ Այս մասին է հայտնել էկոնոմիկայի նախարարը։ Ռուսաստանի Դաշնությունից հեղուկ գազը անխափան գալիս է, բայց Ռուսաստանում գների որոշակի աճ է տեղի ունեցել, որը Հայաստանում իր ազդեցություն ունեցել է, նշել է նախարարը։ Կարճաժամկետում վերադարձ հին գներին Պապոյանը քիչ իրատեսական է համարում, որովհետև Ռուսաստանում գներն ավելացել են եւ այնտեղ պետական տուրք է դրվել արտահանման վրա, որն էլ որոշակիորեն ազդեցություն ունեցել է գնի վրա։ Միջազգային նորություններից Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Պեկին, հաղորդում են Չինաստանի պետական լրատվամիջոցները։ Սա Ամերիկայի առաջնորդի առաջին այցն է Չինաստան 2017 թվից ի վեր եւ տեղի ունենում երկրորդ լարված հարաբերությունների ֆոնին։ Երկրում անգամ ստանձնելով Միացյալ Նահանգների պաշտոնը Դոնալդ Թրամփը մի շարք առևտրային սահմանափակումներ ու բարձր մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի դեմ, մեղադրել Պեկինին անարդար մրցակցության համար։ Այս այցի ընթացքում քննարկվելու են ինչպես այս ու երկկողմակարգի կարևոր թեմաներ, նաև Իրանի հետ կապված հարցերը։ Իրանը 5 պայման է առաջարկում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները շարունակելու համար։ Այս մասին հայտնում է Ֆարս գործակալությունը հղում անելով խնդրին ծանոթ աղբյուրի։ Այդ 5 պայմանները հետևյալն են՝ պատերազմի ավարտ բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում, Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցների վերացում, իրանական ակտիվների ապասառեցում, պատերազմի պատճառած վնասի փոխհատուցում, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։ Աղբյուրը նշում է, որ այս պայմանները պետք է բավարարվեն բանակցություններից առաջ վստահության նվազագույն մակարդակ ապահովելու համար։ Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի փոխնախարարը X-ում հայտնել է, որ իրական խաղաղություն հնարավոր չէ հասնել սպառնալիքների եւ հարկադրանքի միջոցով։ Պենտագոնը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ուկրաինական տեխնոլոգիաների նկատմամբ։ Financial Times-ի տեղեկություններով Կիևն ու Վաշինգտոնը պատրաստում են ստորագրել իր տեսակի մեջ եզակի համաձայնագիր, որով ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կմատակարարվեն ամերիկյան բանակին փորձարկումների նպատակով։ Մտադրությունների հուշագիր նախագծում ներառված են ցամաքային, ծովային, օդային ուկրաինական անօդաչու համակարգերի արտահանման ծրագրերը։ Միացյալ Նահանգների զինված ուժերը նախատեսում են իրականացնել դրանց
փորձարկումն ու գնահատումը սեփական ապագա կարիքները որոշելու համար։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համաձայնեցված փաստաթղթում նշվում է ուկրաինական տեխնոլոգիաների համատեղ արտադրության մշակման հարցում կողմերի փոխադարձ հետաքրքրությունը, ինչը թույլ կտա թարմացնել ամերիկյան սպառազինությունը, միաժամանակ խթանել Ուկրաինայի պաշտպանական նորարարություններին։ Եվրամիությունում ռուսական գազի ներկրումներն այս տարվա առաջին եռամսյակում հասել են առավելագույն ցուցանիշին Ուկրաինայի դեմ պատերազմից ի վեր, վկայում են անկախ հետազոտական կենտրոնի էներգետիկ տնտեսագիտության ֆինանսական վերլուծության ինստիտուտի հրապարակած զեկույցը։ Ըստ այդ փաստաթղթի եվրոպական ընտանիքն այս տարվա առաջին 3 ամիսներին ներմուծել է 6 միլիարդ 900 միլիոն խորանարդ մետր ռուսական գազ, ինչը 16%-ով ավելին է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ եւ ամենաբարձրը 2022 թվականից ի վեր։ Հետազոտության համաձայն աճը տեղի ունեցել մերձավոր արևելքում շարունակվող պատերազմի ֆոնին, երբ աշխարհի երկրները պայքարում են էներգակիրների խափանված մատակարարումները փոխարինելու համար։ Ամերիկայի նախագահ Թրամփը հայտարարել է, որ համաձայնություն չունի Պուտինի հետ Ռուսաստանի կողմից ամբողջ Դոնբասը ստանալու վերաբերյալ։ Այս մասին նա ասել է Չինաստան մեկնելուց առաջ։ Լրագրողի հարցին, թե արդյոք իր եւ Պուտինի միջև կա նման, այսպես ասած, ըմբռնում, Թրամփը պատասխանել է ոչ, առանց այլ մանրամասների։ Թրամփը չի բացառել, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան։ Նա ասել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը գնալով ավելի է մոտենում։ Մոսկվան Ուկրաինայում հրադադարի պայմանն է համարել ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնեցկի մարզից։ Վերջին օրերին ռուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարում, որ սա այն հիմնական որոշումն է, որը Մոսկվան ակնկալում է Կիևից։ Գյումրիի Շիրակացի փողոցում մի քանի միավոր տեխնիկա է աշխատում, 4,5 կիլոմետր երկարության փողոցի 2,5 կիլոմետրը կապիտալ ասֆալտապատվում է պետական ծրագրով։ Շիրակացի միջպետական ճանապարհ է, տնտեսական նշանակության, որը հայ-վրացական սահմանով ելք ու մուտք անող բեռնատարների երթուղին է։ Քանի դեռ գործը ասֆալտի չի հասել, շինարարը անձրևային եղանակին չի դադարեցնում աշխատանքները, բայց անձրևին ու ջրոտ փոսերում ասֆալտ լցնելու դեպքեր եղան քաղաքի մեկ այլ փողոցում, որի շուրջ աղմուկ, հետո քանդել նորից սարքելու խիստ հանձնարարականներ հնչեցին քաղաքապետարանից, բայց պատասխանատու բաժինը բնակկոմունալը չի պատրաստվում կրկնակի գործ անել կամ շինարարին չվճարել, բացատրելով, թե դա ասֆալտապատում չէր, այլ ժամանակավոր փոսային նորոգում։ Ֆրանսիայի նախագահի այցին սպասելիս քաղաքում ամեն գործ արագացված ընթացքով էր։ Անձրևին ջրոտ փոսերում քաղաքային զբոսայգու մոտ ասֆալտ դցնելը եւս այդ շարքից էր, որին խիստ արձագանքեց, հետո հանձնարարականներ տվեց քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Սարաքելյանը։ Միանշանակ գիտեք, որ հետևողական եք լինելու, ոչ մի դրամավեր չենք տալու, արդեն շինարարի հետ այդ ամեն ինչը կա, պայմանավորվածությունը կա, ընդունել է, որ իր թերությունն է, վերացնելու է այդ փոսանորոգման ջրային պրոցեսը։ Մեգաշինը, որ գրանցված է Արմավիրի մարզում, այս տարվա ապրիլի 2-ին քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրով իրականացնելու է ընթացիկ նորոգումների աշխատանքները։ Իսկ որակի հսկումը քաղաքապետարանի կոմունալ բաժնինն է, որի ղեկավար Անդրանիկ Չադրյանը հանձնարարականներն ու քննադատությունները անհեթեթ է համարում, իսկ շինարարին գումար չվճարելը կամ ջրի վրա կատարված ասֆալտաշերտը քանդելը բացառում է, ասելով, թե աշխատանքը շինարարն արել է, քանդման ենթակա չէ ու վճարվելու է։ Կոմունալ բաժնի պետը կրկնակի գործից հրաժարվում է, իսկ կոմունալ հարցերով փորձագետ Կնյազ Մանասյանն էլ ասում, թե դա ասֆալտապատում չէր։ Ուրեմն կողքը փոցից կդրված ասֆալտի բանը կողքը լցված էր, ուղղակի որպեսզի մեքենաները չչարտեն, այդ քանդած ասֆալտը ժամանակավոր լցելու տեղ բնական է մի օր դա պետք է մնալ, ասում միջև անձրևը կդրվի, նորից կան հանեն, փչեն, մաքրեն, նոր ասֆալտը, իրական ասֆալտը լցեն։ Ուրեմն բնակ կոմունալում սա համարում են ավարտված աշխատանք, կրկնակի գործի կարիք չկա, որի անունը ասֆալտապատում չէ, այլ ժամանակավոր նորոգում 2 տարվա երաշխիքով։ Ըստ պատասխանատուների աղմուկն անտեղի է, այլ բան, եթե երաշխիքից շուտ քանդվի։ Եթե մի տարվա մեջ քանդվող հանգարտ, մենք հետ կետանք 25 թիվ։ Նույնիսկ հետ կետանք, թե այսիկու երազպոստը գնես, ճիշտ է 26-ին չքանդվա, բայց 27-ին քանդվել է մինչև ասֆալտապատման այսինքն 2 տարին լրանը։ 2 տարին անցավ, արդեն տերը չէինք։ Այդ ժամանակ սենք պայմանագիրը գրած որ դու պետք է գաս, այդ տեղը նորից ասֆալտես։
Դա պարտավորություն չէ։ Մենք դադի կնանք այդ փողը փերենք։ Շինընկերությունը Գյումրիում հասցրել է 26 փողոցներում շուրջ 11000 քառակուսի մետր մակերեսով փոսային նորոգումներ կատարել։ Նույնքան ծավալի աշխատանքներ նախատեսվում են նաև երկրորդ փուլով այլ փողոցներում։ Փոսային ընթացիկ աշխատանքների համար, որոնք ժամանակավոր լուծում են գնահատվում, տեղական բյուջեից 75 միլիոն դրամ է հատկացվում։ Ժամանակավոր են նաև Անի թաղամասում աշխատանքները, մինչև Վզեբի ծրագիրը ի վերջո սկսվի։ Բայց ամեն դեպքում դրանից չի օգտվի Խորենացի փողոցն այն պատճառով, որ համարվում է միջպետական հայ-վրացական սահման տանող ճանապարհ։ 1000 քառակուսի մետր ընթացիկ նորոգումներ են կատարվել Խորենացի փողոցում, որի համար ծախսվել են քաղաքի բյուջեի գումարները։ Իսկ կապիտալ ասֆալտապատում Խորենացիում լինելու է։ Նախագիծ են կազմում, որ այն եւս ընդգրկվի Շիրակացի փողոցի հիմնանորոգման ծրագրում։ Ամենայն հավանականությամբ տարագացած տեմպով կարվի եւ հույսով ենք, որ այս տարի, քանի որ 2-4 կիլոմետր Շիրակացի Խորենացի փողոցներից ուրեմն կարվի աշխատանք, դա էլ մոտ 1150 մետր եթե չեմ սխալվում, դա էլ կգումարվի։ Շիրակացի փողոցի հիմնանորոգման ինտենսիվ աշխատանքները շարունակվում են, երթևեկության համար գրեթե անվտանգ ու հարմար հատված չկա։ Ծանր տեխնիկան աշխատում է 2-4 կիլոմետր երկարության հատվածի ամբողջ երկայնքով։ Նորացվում են ենթակառուցվածքները, զուգահեռ մայթեր են կառուցապատում։ Ինտենսիվ երթևեկության փողոցը հատկապես պիկ ժամերին գերծանրաբեռնված է լինում, ինչը խանգարում է շինարարությանը։ Ստիպված կիրառում են շրջանցիկ երթուղիներ։ Այն հատվածները, որոնցում երթևեկության ինտենսիվությունը այդքան էլ բարձր չէ, կամ հնարավոր է մեքենաներին ուղղորդել այս շրջանցիկ ճանապարհով, այդ հատվածներն են կանում, էլի։ Կոնկրետ էս մարմաշինի Խջուղու Խաշմերուկից մինչև Սախրվի հրաբարակ եւ Մնջոյան փողոցից մինչև Կերցեն փողոց։ Կիսափակ երթևեկությունից կամ շրջանցիկ երթուղիներից վարորդները գոհ լինեն, թե դժգոհ, առայժմ այլ տարբերակ չունեն։ Թեև ոմանք արագ տեղ հասնելու համար նախընտրում են ճեղքել անցնել խոշոր տեխնիկայի արանքներով ու քարուքանդ փողոցով։ Քաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների վարորդները շրջանցիկ հատվածներով են գնում, կրկնակի երկարացնելով երթուղին։ Դա ոչ միայն ժամանակ է խլում, նաև ավելացնում է մեքենաների վառելիքի ու տեխնիկական ծախսերը։ Կամ ես փոսերով մի քասա έφտաս, կամ էլ թափով բարած, կամ են թափով բարած։ Բավական երկարացել է ճամփեն։ Դժվար է, բայց ինչ ճար, բդի էստանք տեղատուն չեստանք, բդի օտով չենք կարա էստա։ Փակել են ճանապարհային նշանները, նորմատիվներին համապատասխան տեղամասը, ոնց որ պետք է կահավորել ենք, բայց քան ելնելով են հանգամանքից որ գոյություն ունեն լցակայաններ, նաև խնդրեմ ես բասենը եւ այլն սպասարկող օբյեկտներ կան, ելի ինչ որ հատված թողում ենք բաց։ Դե մարդիկան հարգում են մեր աշխատանքը կամ մեզ կամ նշաններին շեղվում են, շրջանցում են, մարդիկ էլ կա անցնում են։ Շրջանցիկ երթևեկությունը միջպետական նշանակության փողոցում դեռ կպահպանվի, ըստ անհրաժեշտության այն կկիրառվի նաև մյուս հատվածներում։ Ներքին կոմունիկացիոն ցանցերի նորացումները դեռ ավարտված չեն, ասֆալտապատմանը հասնելու դեռ ժամանակ կա։ Իսկ հին ասֆալտածածկը շինարարը պահեստավորում է, քաղաքապետարանը այն օգտագործում է քաղաքի տարբեր հատվածներում խորը անանցանելի փոսերը փակելու համար։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Այսքան այս ժամի համար լրատվության ծանոթացեք մեր հաջորդ թողարկմանը։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի